Մարտի 11-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Արմավիրի մարզ և հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանի և ոստիկանության գերխնդիրը՝ օրենքին և ժողովրդին ծառայելու առաքելությունը, առանց որի գիտակցման անհնար է արդիական կառույցի ձևավորումը։ Ես գտնում եմ, որ ոստիկանը տարբերվում է յուրաքանչյուր քաղաքացուց, տարբերվում է հենց նրանով, որ գտնում եմ և համոզմունք ունեմ, որ մենք առաջատարը պետք է լինենք։ Ինչու առաջատարը պետք է լինենք, որտեղ մենք կարգ ու կանոն և արդարություն ենք արտադրում, իսկ կարգ ու կանոնն ու արդարությունը պետք է գնա առաջից, որպեսզի հետևից քաղաքացին, գյուղացին, մարդիկ վստահ լինեն վաղվա օրվա վրա և գնան հանգիստ խղճով, հասկանալով, որ արդարություն կա, հասկանալով, որ եթե դռները փակեն ոստիկանի դուռը 24 ժամը բաց, որ հասկանան, որ ոստիկանը հանցագործի համար ամենաոխերիմ թշնամին է և անկանխատեսելին, հակառակորդն է թշնամի խոսքը չօգտագործեմ, իսկ բարեպաշտ քաղաքացու համար օգնականն է և կողքին կանգնող մարդը։ Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց անվերապահ աշխատանքային ու կատարողական կարգապահություն, հետևողական գործնական պարապմունքներ երիտասարդ կադրերի հետ, վետերանների ներգրավում ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ ուսումնական ու դաստիարակչական գործընթացներում, կարևորելով ոստիկանության նախաձեռնողական մոտեցումը հատկապես անչափահասների շրջանում տարվող աշխատանքներին, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց. Անչափահասների հետ մեր աշխատանքները պետք է լինի ամենաբարձր մակարդակի։ Ավագ դպրոցներում անչափահասների տեսչությունը կունենա դպրոցական ոստիկանը։ Դա նշանակում է այլ ընտրանք դաստիարակության, այլ ընտրանք մոտեցումների և սկզբունքների։ Դա նշանակում է ոստիկանի ներկայությունը այն դպրոցներում, որտեղ հավաքվում են տարբեր տեղերից և տարբեր հոգեբանությամբ ու փորձում են ամեն մեկը այդ հավաքատեղում ինքնահաստատվեն։ Ինքնահաստատման ճանապարհին օգնություն է պետք ցուցաբերել դպրոցներին, որպեսզի այդ պատանիներն ու աղջիկները ինքնահաստատվեն ոչ թե արատավոր երևույթներով, այլ հասկանան, որ դեռ ապագա ունեն իր հետ ապրելու, դա ոստիկանը պետք է կարողանա բացատրել։ Վերլուծելով ոստիկանության մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը, ոստիկանության պետը նշեց առկա թերությունները և դրանց շուտափույթ վերացման ուղղությամբ տվեց կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ, միևնույն ժամանակ ընդգծելով, որ արատավոր երևույթները հիմնավորապես վերացնելու գրավականը ոստիկանության ծառայողի մասնագիտական, մարդկային ու քաղաքացիական բարձր որակներն են։ Կապվածությունը այս կամ այն մեծահարուստի, այս կամ այն լավ տղու, այս կամ այն քյոխվու, այս կամ այն երևույթների հետ ես բացասական եմ դիտում։ Ոստիկանությունը դա մի ընտանիք է, որտեղ եթե կապվածություն միայն միմյանց հետ, եթե դուք մի բռունցք չլինեք, եթե բոլորդ նույն գաղափարախոսությամբ ու նույն սկզբունքով, նույն մոտեցումներով չաշխատեք, ոչինչ չի ստացվելու։ Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ։ Ոստիկանության պետը ներկայացրեց այն ուղղությունները, որոնցով տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանք է ակնկալվում։ Իրավական աջակցություն համայնքների ղեկավարներին, համակարգված բացատրական աշխատանք, ապօրինի զենք զինամթերքը կամավոր հանձնելու նպատակով, սերտ համագործակցություն մանկավարժների հետ, գյուղտեխնիկայի լրակազմի ապահովում, ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով և այլն։ Ընդգծելով համայնքների հետ առարկայական փոխգործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը, ոստիկանության պետը նշեց. Այսօր մենք ձեր աջակցության կարիքն ունենք և խոր համոզմունք ունեմ։ Ավելի քան երբևիցե դուք ունեք մեր նորացված ոստիկանների կարիքը, ձեր օգնականների, ձեր ընկերների։ Ձեզնով մենք մեզ պետք է շտկենք, այն ինչ չենք կարողանում առանց ձեզ շտկել, դուք էլ մեզանով պետք է լուծեք այն խնդիրները, որը ձեզ թվում է, թե անլուծելի է։ Անլուծելի խնդիրներ չկան։ Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։